Lighthouse բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ղազարյան հիմնադրամի բարեկամների և աջակիցների կողմից։ Հիմնադրամի նպատակն է աջակցել հայ կնոջը և նրա ընտանիքին, ձեռք մեկնել ընտանիքին, որպեսզի նրանց երեխաները ունենան անհոգ մանկություն և սոցիալական վիճակից ելնելով չտանեն երեխաներին մանկատուն։ Ծրագրի իրականացման համար հիմնադրամի շրջանակներում գործում է երկու ծրագիր՝ Արագիլ և Հույսի ճրագ։ Արագիլ ծրագրի շահառուներն են մինչև 1 տարեկան երեխա ունեցող կանայք և հղի կանայք, որոնց օգնում ենք բժշկական աջակցությամբ, ցուցաբերում ենք սոցիալական, բժշկական, նյութական և ֆինանսական աջակցություն։ Ուղղակի մենք միջամտում ենք, որպեսզի հայ կինը կարողանա ճանաչի իր իրավունքները, ինքնահաստատվի, ինքնաարժևորվի և հասարակության, այսպես ասած, լիիրավ անդամ զգա իրեն։ Ես Սիմոնյան Նունեն եմ, նախկին մանկատանցան, մեծացել եմ մանկատանը 4 տարեկանից, ունեմ 1 աղջիկ, ունեի հովանավոր, շատ շնորհակալ եմ իմ հովանավորից, որ այդքանի ամիսներում ինձ օգնեց, ոտքի կանգնեցի, բայց հիմա չունեմ հովանավոր, մի քիչ նեղության մեջ եմ, իմ աղջիկը 8 տարեկան է, սովորում է 3-րդ դասարանում, հույս ունեմ, որ Lighthouse-ը էլի ինչ-որ մի ձևով կգտնի հովանավորին։ Հովհաննիսյան Իրինաս, մանկատան սան եմ նախկին, ապրում եմ հանրակացարանում, ապրում եմ շատ վատ պայմաններում, ունեմ 1 դուստր, արդեն 7-րդ դասարանի աղջիկ է, գոհ շնորհակալ եմ կազմակերպությունից, որ ամեն ինչում հոգում են։ Ես Հովհաննիսյան Հասմիկն եմ, 13 տարեկան, ապրում եմ մայրիկիս հետ մի փոքրիկ բնակարանում և մայրիկիս կյանքը և մեր ընտանիքի կյանքը շատ դաժան է։ Տիկին Սեդայից ես շատ շնորհակալություն եմ հայտնում, որովհետև նա օգնեց մեզ հովանավոր միջնորդելու միջոցով և այդ հովանավորները մինչև օրս օգնում են մեզ, ես կցանկանամ նրանց երջանկություն իրենց ընտանիքներին։ Ես Թամարա Սանթրոսյանս, նախկին մանկատանցան եմ, ունեմ 1 աղջիկ, ապրում եմ Լամպերի հանրակացարանում, այս փոքրիկ սենյակում, սոցիալապես անապահով ընտանիք եմ և ես շնորհակալություն եմ հայտնում Lighthouse-ից, որ նա ինձ համար գտավ հովանավոր Ռիմա Սարգսյանին և ես իրանից շատ գոհ ու շնորհակալ եմ, որ ձեռք մեկնեց ինձ և աղջիկս։ Ես Սիմոնյան Թեմինեն եմ, ունեմ 2 դուստր, ունենք նաև հովանավոր, տիկին Նինան և Lighthouse-ի անունից ուզում եմ մեր շնորհակալությունը հայտնել, որ իրանք
կարողացան մեզ աջակցել, օգնել, ձեռք են մեկնում, աշխատում են մեզ օգնել։ Շատ շնորհակալ եմ իրենց բոլոր անձնակազմից։ Լավ են երեխեք։ Շատ, բայց ոչ ունեմ, ոչ ֆուտկայս։ Ես Գայանե Սահակյանն եմ, ծնվել մեծացել եմ Մանկատանը, նայից հետո արդեն ավարտելուց հետո ամուսնալուծվել եմ, ունեմ 2 որդի։ Մինչև այդ իմ պայմանները շատ վատ էին, ես չէի կարող ծերեծերին հասցնել, անգամ ես հացի գումար չեմ ունեցել, որ կարողանամ իմ երեխաների գոյությունը պաշտպանեմ։ Տղաս փոքրիկը 2 տարեկան բալկոնից ընկավ, որովհետև շենքը անբարբոք վիճակում էր։ Կազմակերպությունը եկավ այստեղ, մեր վիճակը տեսավ, ինքը շատ հուզվեց, անմիջապես տիկի Սետան շատ հուզվեց։ Նրանից հետո մեր տվյալները ինքը վերցրեց ու ասեց երեխաներ ջան, ձեր համար լավ կլինի, Աստված իրանց գործերին հաջողություն։ Ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում Lighthouse կազմակերպությանը, որ կարողացան ինձ ոտքի հանել իմ երեխաներիս հետ միասին։ Սիրո և բարոյության մեջ են միայն ստեղծվում լավ և գեղեցիկ գործեր, օգնելով տոտալապես անապահով ընտանիքներին, երջանկացնելով նրանց, օգնելով երեխաներին, որոնք կարիք ունեն վիրահատման և բժշկական օգնության, մեր բարեգործական հիմնադրամը հոգեպես և բարոյապես շատ կարևոր մի գործ է անում, որը նպաստում է մեր երկրի բարոյացման և զարգացման, երջանկացման համար։ Ես Արևշատյան Անահիտն եմ, ապրում եմ Կոնդում, շատ վատ պայմաններում էի ապրում, մինչև Lighthouse կազմակերպության հետ ծանոթանալը, ես հովանավոր գտնվեց, որից անչափ շնորհակալ եմ իր օգնության համար, որ ես ինչ-որ երազանքներ էր իմ մեջ, բոլորը իրականացրեց, ես անհույս էի, չէի պատկերացնում, որ կարող պատեի նման առաջխաղացում ունենալ թե վերառողջականի մեջ, թե կոմունալ հարմարություն ստեղծվելու համար։ Հետո վերջապես մենք ունեցանք ջուր տանը, որ ես ինքս հաշվանդամ լինելով գնում էի